բեռնում վեհապար հոր հստակ առանց ծամծմելու հայտարարությունը, որ Արցախի հայաթափման հարցում հավասարազոր մեղավոր են Թուրքիան եւ Ադրբեջանը, խառնեց այսպես կոչված խաղաղության խաչմերուկում թրև եկող Հայաստանի իշխանության, գործող իշխանության խաղակարգերը բնականաբար լրացուցիչ ճնշումների են ենթարկվում այդ իմաստով։ Ինչու եմ այս երկուսը զուգահեռ իրար տանում, որովհետև այնպես չէ, որ Հայաստանի գործող իշխանությունը ցանկանում է չդիպչել, հա, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչը հանդիսացող եկեղեցուն, չէ, իրենք ի սկզբանե ներդրված եղել են այս հարցով եւ բոլորի համար հայտնի է, այսպես կոչված աղանդավորական շարժումների կամ առաքելական եկեղեցու դավանանքից դուրս գտնվող ուղղություններին սրանց հարելը։ Բայց երբ որ այս խնդիրը զուգորդում ենք պարզապես քաղաքական process-ների հետ, որոնք տեղի ունեն մեր տարածաշրջանում, հատկապես այսպես կոչված Հայաստան-Ադրբեջան խաղաղության process-ի հետ կապված, եւ Բաքվից եկող արձագանքներն ենք համեմատում այս ամենի հետ, մենք տեսնում ենք շատ խայտաբղետ մի վիճակ։